Ողջույն մեր հայ ժողովուրդ, հանդիպեցին կրկին հեռախոսազանգերին, դու բոլորդ գիտեք արդեն զգուշացրել են, որ ես շատ ընդունում եմ, որտեղ անմիջական զրույց է գնում ու իրենց ուզող հարցերին ենք պատասխանում, որը բոլորին էլ դա պետք է հետաքրքրի ընճառումը, որ ամեն մարդ թող մտածի, որ իհարկե խնդիրներով մարդիկ են զանգ տալի, մտածեն, որ այն մեկի խնդիրն ավելի շատ է, քան իր խնդիրը ավելի կպակասի, ավելի կչանա ու մի քիչ առաջ մտածեք։ Ժամանակները փոխվել են, մարդիկ պետք է օրով ապրեն, վաղվա համար ծրագրեր չդնեն, որովհետև չի կատարվի, որը դեպրեսիաներ կտա, իսկ դեպրեսիան դարի հիվանդություն է համարվում։ Ստրեսերի մեջ կընկնի, բոլոր հիվանդությունները դրանք ստրեսերից են։ Այդ նևրոզներն են, որ ժողովուրդը դրա մեջ է ու անորոշության մեջ է, դրանից է շատը։ Հատկապես, որ հիմա ընտրություններն են մոտենում, այնքան խեղաթյուրված ինֆորմացիաներ են ստանում, մարդիկ վախի մեջ են, այի մեջ են, չգիտեն որն է ճիշտ։ Դու ինքդ ես ճիշտ, լսիր քո սրտի ձայնին, ուրիշ ոչ մեկին, ու ազնիվ եղի, արդար եղի, հայլուն նայի, խոսի քո հետ։ Քանի որ 26 թվականը համարվում է հատուցման, ապաշխարության տարի, դեռ կշարունակվի 27-ն էլ այդպես լինելու, բայց հենց այս տարվանից է դա սկսվել ու ավելի շատ ինքը կերևա հիմա ապրելի վերջից, որը երկարատև է լինելու։ Ու պատիժներ ասելով, ֆիզիկական պատիժները դրանք հիվանդություններն են, դրանք նյութական կորուստներն են, կպնում է մարդու այն ցավոտ տեղին, որի վրա ինքը շատ դողում է։ Ու ինչն է, եւ ես այդպես ուզում եմ վերջապես, ու այդպես էլ գնալու է, դա մոլորակների դասավորվածություններ կցա գալիս, հիմա օրանը հենց մտավ երկվորյակ, դա ապրիլի վերջերն է, հետո օգոստոսին էլ մենք խավարում ունենք 18-ին ու 28-ին, որ այդքան լավ խավարում չի միջալոց, կատալիզատոր, չմոռանաք, հա չկրկնեմ ես նույն բանը, այն մարդիկ, ովքեր իրոք սրիկ են, իրոք ագահ են, որը շատ է, որ ես ասում եմ, գրոշամոլներ հանուն փողի մի ձեզ վաճառեք, ու այդ հուդայական պաչիկներին թողեք հերիքը։ Այդ մարդիկ պետք է հասկանան, խնդրում եմ ես բոլոր սրբերին ու մարգարեներին, հրեշտակապետներին, որ մարդկանց ուղեղները բաց անեն ու հասկանան ինչի համար է իր պատիժը, ինչ արել ինքը, իր որ մեղքի համար, ու ոչ մեկը չասեք, որ ես մեղավոր չեմ, բոլորդ էլ մեղավոր եք, բոլորդ էլ դավաճան եք, բոլորդ էլ ագահ եք, դրա համար համատարած գնում է այս ամեն ինչը մեր երկրի ու կուզենայի, որ բոլորդ ինքներդ ձեզ շատ լուրջ ու առողջ մտածեք, ինչ է այսքան մահեր Հայաստանում, հատկապես տղաների հետ կապված լինում է, երիտասարդ տղաներ, ինչ է այսքան մահեր, 20 թիվը թողնենք, հենց այս տարին նայենք, 25 թվականի վերջերից ու 26 թիվ դեռ շարունակվելու է ասա։ Ու մինչև ընտրությունները լարվածություն շատ է գնալու, պատերազմ չի լինելու, խաղաղություն է Հայաստանում, ինչքան էլ Իրանում ընդեղ ինչեր անեն։ Մենք մեր մեջ է մեր պատերազմը գնալու, մեր ժողովրդի, որը որ ճիշտ չի, որը որ իրոք ճիշտ չի, ինչ եք կիսում իրար մեջ, ինչ եք կիսում։ Ոչ մի բան էլ չեք կիսելու, մեզ խաղաղությունը, ազնվությունն է պետք ու գիտելիք հարկավոր։ Հերթական թռուցիկը, երբ մարդ չի զբաղվում նրանով, որը որ իրենն է, նա երջանիկ ու խաղաղ չի կարող ապրել։ Քիթդ մի խոթին տեղ, որը քոնը չի, մի մտի այն աշխատանքին, այն բիզնեսին, որը քոնը չի, որովհետև կողքին է այդպեսին, ուզում ես դու էլ այդպես անես։ Դրա համար որ չիմանալու, որ դա քոնը չի, ուղղակի ուզում ես նմանվել նրան, անում ես հետո լավ չի լինում, ուրեմն նավսեցին, ուրեմն թուղթուգիր արեցին, ուրեմն աչքով տվեցին, ոչ դա քոնը չի ուղղակի։ Մի երկու անգամ անում ես չի ստացվել, թող, բայց թող միջև անգամ ընկերների հետ վերաբերվող, միջև անգամ կողակիցներին վերաբերվող։ Լսեք ձեր սրտի ձայնին։ Եթե ձեր կողքը ուժեղ անձնավորություններ են լինում, դուք էլ եք այդպեսին լինում, որտեղ առույցի կողքը միշտ առույցներ են լինում։ Առույցը չի կարող ոչխարետ ընկերություն անել, ու սահմանափակ ուղեղնով մարդիկ։
յուրաքանչյուր ոլորտում կան կանոններ, լինի ընտանիքում, լինի գործի մեջ, աշխատանքի մեջ, ամեն ոլորտում կա կանոն, նաև աստղաբանության մեջ կա կանոն, որ չի կարելի կանոնները խախտել։ Ու այստեղ ուզում եմ ես մի բան ասեմ, վարչապետը եւ իր կինը կամ ինչ-որ մի տեղի ղեկավարը ձեզ հարցրել է, իրանք ինչի բաժանվեցին, կմիանան թե ոչ, իրանք իրավիճակը, որ դուք քթներդ խոթում եք իրենց անձնական, ձեր ինչ գործն է։ Քանի ձեզանից չեն հարցրել, դուք երբեք բարձրաձանց աստղաբանների ու գուշակներին ա վերաբերվում, այտենց առանձին մարդիկ շատ բաներ կարան խոսեն, բայց ոչ մեկը դել ճիշտ չգիտեք լավացել բերանները փակեք, ես վարչապետով եմ օրինակ բերում, բայց սա ընդհանուր եմ ես ասում։ Քանի ձեզանից չեն հարցրել, դուք ձեր քիթները ոչ մեկի անձնական մի մտցրեք, որտեղ դուք իրավունք չունեք ենթադրություններ անել ու ինչ որ մի գուշակ էժանագին կարա ուղղություն տա, թե երկրի ղեկավարը ինչպես զբաղվի, ինչ անի, որտեղ դու ոչ քաղաքագետ ես, ոչ մեկնաբան ես, ոչ վերլուծաբան ես, ոչ էլ դիվանագետ ես, որ կարաս բարձրաձայն ասես, ով ինչպես անի, այսքանը։ Մի վերջի բառը ինչ ունեմ ես ստեղ, զույգերը չպետք է տանջեն իրար, եթե տեսնում են իրենք իրար չեն լրացնում, պետք է իրար բաց թողեն, այդպես ավելի հանգիստ խաղաղ կապրեն ու ֆիզիկական հարվածներ չեն ստանա, դրանք հիվանդություններն են։ Հիմա լսենք մեր հեռախոսային զանգերը։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, կներկայանա։ Ես Հասմիկն եմ։ Ուրախ եմ։ Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա ձեր հետ հեռախոսակապով կապնվել։ Ուրեմն ես չեմ ուզում երկարացնեմ, ձեր հետևորդ եմ եղել միշտ։ Հիմա տեսեք, այսպեսի մի հարց կա, ես այդքան երիտասարդ չեմ, բայց եւ այնպես ինձ շատ հետաքրքրում է այս իրավիճակով իմ նյութական մի քիչ խնդիր ունեմ, ուզում եմ հասկանալ, ի՞նչն է պատճառը, որ ես անդադ հասնում եմ այդտեղ ու կանգնում եմ, հասնում եմ այդտեղ, չի ստացվում, ինչ-որ մի բան խանգարում է ինձ, էլի, դուք ինչով կբացատրեք դա։ Տարի թիվ, ամսյա թիվ ասեք ձեր։ Հասմիկ, քանի որ ասեցիր հետևում ես միշտ ես դիպուկ եմ խոսում։ Անկեղծ, այո։ Դիպուկ խոսում եմ ու կխնդրի չնեղվես իմ դիպուկ խոսելուց, որտեղ դա իրականն է։ Այո։ Ու բաց հետ ես դույով եմ խոսում բոլորդ, որ են բարյառը դուրս գա։ Էդ այն նշանն է, ես հիմա բարձրաձայն ասեմ, հորթը, որը ինքը փող է։ Որ դու փող շատ սիրող ես, լավ ես անում։ Ինչ անեմ։ Բայց լավ ես անում, ինչի չպետք է սիրես որ։ Ում ես դրանով։ Սիրում եմ։ Ում ես դրանով։ Այսօր հենց այդ թեմայով ենք մենք խոսել իմ մտերիմների հետ։ Ասում եմ իմ մտերիմ աղջիկ ունի, ինքը ոչ ընտանիք ունի, չունեցե երբեք, երեխա էլ չունի, արդեն 59 ա մոտենում։ Ասեմ, էդ ինչ ես անում, որ դու այդքան փող ունես։ Ասում եմ, ես շատ եմ փողը սիրում, ասում եմ, այդ որն է, ասում եմ, պաչում եմ, հենց իմ ձերքը, ասում եմ, ձերքը հենց փող անգրում, ես պաչում եմ, սիրում եմ, շոյում եմ ու պահում եմ շատ խորը տեղ, հետո հանում եմ, դու փողն էլ կանոններ ունի, փողը մոգություն է ամբողջ աշխարհի, որ այո, ինքը սիրում է, որ իրեն սիրում են, դու պետք է փողը կարգավորես, իմանաս ես մեծ փողերն առանձին դնես, մանրները մի տեղ դնես, ու այն մի փողը դնես այն կողմի ինչ-որ նպատակի համար, որ դրան երբեք ձեռք չտաս, հետո հիմա բարեգործությունները, այն զոհաբերությունները այս տարվանից վերջանում է, ամեն մարդ պետք է ու քո տարիք են տարիքն է, որ պետք է մտածես միայն քո մասին, սիրես քեզ, սիրես կյանքը, ու քեզ նեղություն չտաս ու ստրկական վիճակից դուրս գաս Մի րոպե, դեռ չեմ նայել կոկորոսկոպը, գտա, շաբաթ ես ծնվել, սենտիմենտալ մարդ ես, Այսինքն, հա ճիշտ է, քո փողը գալիս գնում է, դու մի քիչ պահել սիրում ես, փող ծախսելը չես սիրում իմիջալոց, գալը սիրում ես, տալը չես սիրում, դու մեկ քեզ հաճույքներ հաճույք պատճառի քեզ այդ փողով, այսինքն ինչ ուզում ես արկել, ինչ ուզում ես արա,
Շատ չէ, Գիտեք, այդպես էլ անում եմ։ Հա, շատ պետք չի։ Այդպես էլ անում եմ։ Շռայլող եմ, շատ անպետք շռայլող եմ։ Դե հիմա դա վերջանում է։ Չգիտեմ։ Որովհետև քո պապերը հիմա նայում եմ կարմիչեսկի քո ծրագրով, կարմիկական, քո պապերը, ես չգիտեմ ոնց ասեմ, որ ահա որ փողամոլ են եղել։ Հա։ Հա, այնտեղ մի քիչ փիս բաներ են արել, էլ այդ փիս բաները փողեր ա բերել ու փողերով են արել ու հանուն փողի են արել։ Շատ փիս բաներ են արել, այստեղ արդեն ներևում է, մինչև անգամ մանրակության բաներ ու հիմա ոնց որ պատիժներ ա գալիս, որ քո մոտ փողը գա ու գնա։ Բայց հիմա արդեն կփոխվի, որտեղ այս 2-3 տարի ընդհանրապես այդ հորդ նշանի ծնվածների մոտ գումարներն այդքան լավ չի։ Հիմա դու կարես փող աշխատես արդեն, հիմա, որտեղ հիմա Վեներան հորդ համաստեղությունում է, հիմա ամսի 22-ից ապրիլի կմտնենք հորդ, մինչև մայիս 22, հետո քո մայիսի ծնվածի ինքը լավ է, դու արդեն երկրորդ դեկադայի մեջ ես ու քեզ մոտ արդեն կսկսվի աշխատանքը, որը որ պետքա բերի փող։ Բայց աշխատի, դες մի քիչ մոգական բաներ եմ ասում, քանի որ քո մարսն էլ ձկան մեջ է, դու շտապում ես, քո անձնականում էլ ես դու շտապել, քո շտապողականությունը սխալ քայլերի է բերել։ Ճիշտ է։ Հիմա դու քեզ ձկան մեջ է ջուրա, ինքը թող հանգիստ հոսի, որտեղ տեսնում ես ճահիճ, պղտոր ջուր, քարեր, այսինքն արգելքներ է դա նշանակում։ Ստոպ դուր։ Քո ամեն ինչին կանգնեցրու, համբերի մի քիչ այդ խառը, ոնց որ Անդրեվը, պետք է գնաց խանութ, համբերի թո Անդրեվը վերջանա նոր դուրս արի։ Այդ հիշի միշտ, որտեղ տեսնում ես արգելք, կանգնի։ Միջև հանգիստ վիճակը կգա, եւ մյուսը կարևոր մի բան չգիտեմ ոնց կընդունես, թող ոչ մի կին քո փողը չտեսնի։ Ես չեմ կարող, ես բոլորը պիտի իմ անկես եմ ասում, բոլորը պիտի իման աշխատավարձից չափը, ինչ եմ առել, ինչ եմ ծախսել, այսօր ինչ Այդ քո խելքից է։ Ասում եմ, ինչ կարող, ուրիշի դարձի անկես եմ ասում, պահում եմ միակ կարգի, բայց իմը ես չեմ կարողանում պահել, ես չգիտեմ ինչի։ Ես ասեցի, փողդ մի ցույց տու, հատկապես կանանց միջև անգամ քո հարազատներին։ Մայր կլինի, քույր կլինի, աղջիկ կլինի, հարազատներին։ Քո փողը ոչ մեկին ցույց մի տուր, ինչքան ստացար, ինչքան առար, ասեցի, փողը աշխարհի ամենաուժեղ մագիա։ Անմիջապես աչքը դրամապանակիցդ մի ռուբլի հանեցիր, կողքիդ կանգնած կինը տեսավ ընդ մեջը էլի փող կա, աչքը կպնելու այդ փողին ու դնից կծախսես չես էլ զգա։ Ճիշտ եք ասում։ Դրա համար թաքուն հանի այդ փողերը կամ մեջքով կանգնի, որտեղ քո կողքը շատ հետաքրքրասեր մարդիկ կան։ Ճիշտ եք։ Այդ կանայք են, դրանք կանայք են։ Դու լավ կազմակերպիչ հացմիկ ես իմիջալուց։ Այո։ Դու կարաս շատ մեքենա քշում ես։ Չէ, բայց երազել եմ, բայց ինչ որ հանգամանքների բերումով չգիտեմ, ստացել։ Չէ, պետք չի, քեզ պետք չի։ Հարկավոր չի կտանես կխփես։ Դու փողը դուր թող գնան, այն ֆայտոնչիները որ կան կառապանները, իմիջալուց քեզ մի բան ասեմ, թող բոլորն իմանան, այն բարձրաշխարհի կանայք մեքենա չեն քշում, այլ ֆայտոն չեն քշում։ Իրանք կառապան ունեն ու ասում են դե քշի։ Ես այդպես եմ, միշտ ակցիաներին եմ խոստովանել։ Դրա համար դու ունեցի կառապան, բայց դու մի կառքը քշի։ Չէ, եմ քշում։ Տիկելիսա կներեք մի հատ ընդհատեմ, հետո դուք խնդրում եմ շարունակեք, էլի։ Ես միշտ պատել եմ Ձեր դասեն ձեր պապերը, իմ մամայիս կողմը ուրեմն ընդգրկեն կուլակ են եղել, հետո կուլակաթափ են արել, ես գիտեմ, որ ինչ որ իրանք քեր են ունեցել, շատ ուժեղ եղել, մի խոսքով ինքը գնացել է վերջել համա սարերը, իջել է ներքև, վերջը համոզել են մի քիչ էսկոմենկո մի խոսքով երկար պատմություն է, բայց ունենք նաև քերի, որ ասենք պատերազմի ժամանակ մասնակցել է Անդրանիկի, մի խոսքով ասենք երկար բաներ, ասեմ գուցե եւ ես միշտ մտածել եմ, շատ հավանական է, որ ես հիմա որ փողի մոտ չի ստացվում մնալ հավաքելը,
Կարող է այդպեսի մի կարմա, ես այդպես էլ մտածել եմ, գիտեք թե չտեք ասում, մտածել եմ, որ գուցե անցյալում եղել է այնպեսի մի բան, որ ես եմ դրա դուժը քաշում։ Միշտ է տեսնում։ Քո լուստային հանգույցից երևաց, որ քո նախնիներից է գալիս, դա, բայց տարիքը թիմային տարիքը չի էլի, անցյալիքը չփորելու։ Այդ քո նշանը, որ դու ծեվել ես, ինքը ռեալ, շոշափելի, իմ ամենասիրած նշանն է։ Ինչքան էլ վատ բան տեսնեմ իմանամ, գիտեմ, որ իրանք ցինիկ են համարվում, ես այդ ցինիզմն էլ եմ աչքերս փակում, որովհետև դուք տեսնում եք այն, ինչը իրականում կա։ Ու դու այդպես էլ ապրի, որ ու երբեք ոչ մեկին հաշիվ մի տու, ինչքանով առարուր գնացիր, ինչ արեցիր, որովհետև դու չես հետաքրքրվում ուրիշով, թո իրենք էլ չհետաքրքրվեն քեզանով։ Տեսեք տիկին Լիսա ջան, չեմ խանգարում, չի ուզում մի բան։ Պապայիդ աղջիկն ես, քո հոր կողմից ես դու։ Հա, պապայիս ես նման եմ իմիջիալոց եւ արագաշարժությունով։ Աչքերդ էլ է, աչքերդ իմիջիալոց քո կանխազգացումները ճիշտ են, կատարվելիք են։ Կարող է դու այս պահին չզգաս, հետո ես զգում, հետո։ Ճիշտ է, այդպես էլ է լինում, ճիշտ է։ Երկար կարող է անցնի, որ քո ասածը կատարվի։ Այո։ Հետո երաժշտություն շատ լսի։ Շատ, սիրում եմ։ Հետո դուրս արի, փողոց, քայլի, քեզ օթապետ, այդ լողավազանները քեզ լավ։ Քո նյարդային վիճակը մաշ կտա, դուրս կտա, ալերգիկ բաներ է տալիս։ Շատ ներվային եմ, ճիշտ եմ ասում, եւ ես եմ վերակիրվում դրան։ Այդ փողից է, փողդ որ գրպանը դատարկվում է, դու նյարդային անում ես։ Լավ գալցա, հա։ Ոտաբոբիկ մանարի, ու կոշիկները քեզ համար կարևոր է, որ ճիշտ կոշիկ հագնես դու, որտեղ մի քիչ հարթաթափություն էլ քեզ մոտ կա, ոտքերը թոքնում է։ Հա, այդ ոտքերի թոքնածությունը դրան է, որ կոշիկներիդ նա այդ կտեսնես, որ կրունկները ուրիշ տեսակ է քո։ Կողքաթեքվում։ Գիտեք, ես ճիշտ ասած ժամանակին նաև բարել եմ, չեմ ունեցել այդպիսի խնդիր, քիշի։ Չէ, այստեղ հիմա կոմոդ ցույց է տալի, որ կոճից ներքև ոտքերիդ խնդիր է տալիս, հոգնածությունա, կոշիկներից է դա երևում։ Հա, գիտեք ինչից է հոգնածությունս։ Հիմա երկար ժամանակ ոտքի վրա աշխատանք եմ անում, շատ եմ բացքի մեջ էլի, քայլերը շատ օրվա մեջ, 8 ժամ քայլում եմ։ Եվ չեմ հոգնում պատկերացրեք, ես նույնիսկ տուն կարամ գնամ ժամերով ոտքով քայլելով։ Հետաքրքիր է, չէ՞։ Շատ ես քայլում։ Քայլի շատ է, հա, եւ սիրում եմ եւ աշխատանքի։ Փոստատար չես, հասմիկ որ գնում ես այդքան շատ։ Ուր ես գնում այդքան 2 ժամ։ Սիրում եմ քայլել, ոնց որ այդ էներգիան դուրս գա այդ։ Այս որ ասեցիր աշխատանքի բանով ինձ տված փոստալուն է։ Չէ, Իրանի չէ, ես լավ գտել եմ, որ ուղղակի հիմա։ Դե պետք է հումոր անեմ, թե չէ։ Ես համաձայն եմ, ես հումորին շատ կողմնակից եմ հումորին, շատ։ Մի բան Կոմոդ կա հումորը, կոմոդ քեզ մոտ հումորը կա։ Աչքերդ էլ է, հիմա դե տարիքն է արդեն, որ իրոք ամեն ինչը պետք հարկավոր է քեզ հետևողական լինես։ Որտեղ են քնած հիվանդություն, այդ բոլորիս մոտ է, բայց այդպես ինչ որ վախենալու բան չունես դու առողջական հետ կապված, որ հիմա ինչքան թաքնված հիվանդություններ եղել է քեզ մոտ, մի րոպե։ Համերա 4 տարի, 4, մինչև անգամ 9 էլ է ցույց տալիս այդտեղ, 4 տարի առաջ ինչ որ եղել է քեզ մոտ, այդ դրանք հիմա ոնց որ կամած հետ կա։ Գա բացահայտվի այդ ստրեսերն է քեզ մոտ ամբողջ, որը դու պետքա մաքրես մտքով, մաքրես մոռանաս ամեն ինչ, ու առաջ գնաս ապրես միայն քեզանով, որտեղ այտենց ինչ որ վատ սարսափելի բաներ ես քեզ չեմ տեսնում, որ եթե որևիցե մեկի մոտ մի վատ բան լինում է, որ պետքա սպասվի, օրինակ մարդկա ուզում է մեքենա գնի, ես ասում քեզ հարկավոր չի մեքենա։ Սիրում եմ, ասում եմ հարկավոր չի, մեքենա քոնը չի, ինքը չի լսում, այդ առնում ով է թարատալի, հիմա ես քեզ մոտ չեմ տեսնում որևիցե մի բան, որ քեզ զգուշացնեմ, որ չանես, որովհետև վատ կլինի, պարզապես ասում եմ, հիմա քո հուզող հարցը, որ այդքան աշխատում ես ու չի երևում, բայց դու տուն ունես, չէ։ Այո։
Սառնարան ուտելու բան կա, չէ։ Դու ունես անկողին, որտեղ կարաս ինչ գույնի էլ սավան այդ սպիտակ եղեն անես, դու կարաս անես։ Դու տենց սիրուն բաներ սիրող ես, ամեն ինչ ես ուզում, անպայման ուզում ես լինես մեր Հայաստանի չաղ-չաղ թագավորներին եմ, անդտես չես լինի։ Չէ, չեմ էլ ուզում, ես բավարարող մարդ եմ, բայց որ պակասում այդ ինձ դուր չի գալի։ Ճամփորդի, քեզ ճամփորդելը լավ է շատ։ Ճամփորդի հիմա ես շատերին եմ խորհուրդ տալիս ճամփորդել։ Բայց հիմա այս տարի, քանի որ հաջորդն էլ մի քիչ իհարկե անկախատեսելի տարի է, չսպասվող բաներ շատ է լինելու, չես սպասում։ Հայաստանում գնա, որտեղ ուզում ես գնա Հայաստան, որտեղ ուզում ես գոնե 9 օր, լավ 10 օր, կլորացրել, գոնե 10 օր ինչ-որ միտեղ գնա հանգստացի։ Ձեր խորհրդին հետևեմ ես տարի անպայման կանեմ այդ։ Տիկելիսը, գիտեք մի հատ ինձ մի բան էլ է հետաքրքրում, դա ինչի՞ց է, օրինակ ես կներեք էլի, չեմ զգացնեմ, ես պատերազմի սկիզբը տեսել եմ ոնց ա եղել, ես երազում տեսել եմ ձունոց Մասիսը, ուրեմն Երևանը հրապարակը լրիվ լույսերի մեջ, ահավոր լույսերի մեջ էր, բայց կողքը հաստափոր ծառ էր բարձր, ու բանը Մասիսարն էր, նայեցի ասի մեղամ ամեն ինչ տեսել է, բայց կամուր ջուն չէի տեսել, ու դրանց հետո հետևեց պատերազմը, չգիտեմ, տարօրինակ բաներ եմ տեսել, որ իրականություն է դառնում, ասենք, ես ովքեր մահացան, ես տեսել եմ, Էրազմուսս դա իրականություն է եղել, ասենք, էլի, հետաքրքիր է, ես ձեր գոլեգաներից մի օր մեկի մոտ եմ եղել։ Ու մոտ ես եղել։ Ես առաջ անգամ գնացել եմ, այլևս չեմ գնացել, չեմ ուզում անունը տան, ինքը ասում, ինչ քեզով է ասում, որ դու պետք է երեխա ունենայիր, ասեմ, բայց ես ինչի մեղք եմ գործել, որ չունենա։ Այդ ինչ ես, այդ աստղաբաներ, թե… Ահա, աստղալան։ Աստրալոգեր, հա, ասում է դու երեխա չպետք է ունենայիր։ Դա, ասա դու եկել ես այլ առաքելության, Բևորին օգնելու համար ես եկել, անկես ես իրոք ամբողջ կյանքով ես ինձ հիշում եմ, ով մեղն ա եղել, ես իրանց իմ հնարավորության սահմաններում տան տերել եմ արել, ասալ քո առաքելությունն է գալ, օգնել, բոլորին օգնել, դա ամոթ իմ կյանքում ուզ հիշում եմ, դա տենց ա եղել, եւ ինչ անում եմ, չեմ փոշմանում, էլի, ասենք անկեղծ եմ ասում։ Մի բան էլ ասեմ, որ չեմ դանդրացնում ձեզ, օրինակ եթե ես խաղի կողքով անցնում եմ, ոնց մեջ երկու մարդ լինի, մեկը մեկին հակասող։ Հիմա ասեմ քեզ, նախ Սուրում այդ ասում մտի խանութ առևտուր է, բայց ես չեմ ուզում։ Առնում եմ, հետո փոշմանում եմ, դες լավ է մեկը առել է, փոշմանելու իմաստը որն է։ Հասմիկ, ինձ լսի։ Լավ, արդեն ես տեսել եմ, հա, կոմեջ այդ հոգևոր արտնացումը կա դրանք։ Դες ինչ եմ ասում շատ, Լուսինդ ելնելով ջելոս ինքը տալիս է կանխակուշակություն, քեզ ասեցի, որ նախորդ այսօր կարող է բան չզգաց, մի 10 տարի կարող անցնի, քո ասածը կատարվի, միջև անգամ, որտեղ ասում է, այդ հեռուն էլ դու կարող ես տեսնել։ Հիմա քանի որ քո լուսնային հանգույցը, այդքան ես չեմ ուզում աստրալագիստի տերմիներով ասել, ու ինչից ելնելով եմ ասում, այո, քո ծրագիրը շատերի մոտ է այս բանը լինում, հիմա նայած ով ինչպես է աշխատացնում, լուսնային հանգույցը գտնում է կարիճում, սա նշանակում է, որ դու նախորդ կյանքում եղել ես շատ ճանաչված մոգ, կախարդ, ու լիքը փողեր ես աշխատել, ճակերտավոր ասած հրաշքներ ես գործել, մոգությամբ իհարկե, այսինքն դու այդ կյանքը ապրել ես։ Այդ մոգության, կախարդության, արիվատով չնայենք, դու այդ կյանքը ապրել ես, արել ես շատ բաներ, ես ֆշֆշ եմ ասում, այդ ֆշֆշներն ես արել, վերջ, հիմա դու եկել ես այս աշխարհ, էլ նման բաներով չպետք է զբաղվես, ոչ մի գուշակի չպետք է դիմես, սկզբից էլ ասեցի, լսես միայն քո սրտի ձայնին, քո ներքին ինտուիցիային ու հատկապես սրտի ձայնին այդպես էլ ապրես, որտեղ քո մարսն էլ քեզ ասում է չշտապեց, ոչ միջև անգամ անձնականում չշտապեց, որը սխալվել ես արդեն, ես անցյալը չեմ քչփորում, ինքն էլ ծուկ է, մաքրություն է տալի, զուլալ, քեզ ճահիչ, մահիչ, կեղտոտ, պղտոր ջրել, քեզ չի կարելի։ Իմացի։ Ինձ միշտ ասում են, ասի չափից ավելի անկեղծ ես, էլի չափից ավելի ազնիվ ես, դա հավասարազորա նրան, որ դու կարելի ասել չնեղանաս, ասում են հիմար ես։
Եթե դու դիմեցիր որևէ գուշակի, իրանք անպայման մի կեղտոտ բան կասեն, որ քո վրա կեղտոտ բաներ արված։ Ու դու կհավատաս։ Իրոք արված է, իմ աշխատանքային ընկերուց եկավ իմ տունը, ասեն սալիկատի ինչ-որ հողային մի բան է սարքել, բայց մենք շատ լավ հարաբերություններ մեջ ենք, ես շատ եմ զարմացած, ինչն է պատճառը, էլի։ Հետո բանը Գերեք որ հիմա ասում են, բայց իրոք մյուսից պատահաբար աստրոլոգիա է լսում, ռուսեր ինքը։ Առավոտից ինձ ասեց նա քո տամիշ մանարի, ինքը ուղղակի ընդհանուր նայել է, բայց ոնց որ հատուկ իմ համար նայել։ Ասես պատանի գոքին դրված կոտրված մի հատ առարկա, որի մեջ արհեստական ծաղիկ է, հանի շպրտի։ Իրոք այտենց ունեի, չափեցի, ասես տանձ մեջ մի բան եմ տեսնում, բայց չեմ կարող հասկանալ ինչա։ Չերկարացնեմ, այս շորը թափտորեցի բան, հետ քաշելով զգացի մի հատ կոշտան։ Ու տեսա որ մի հատ քառակուսի ինչ-որ հողային բան էր, ու վրան կարմիր մի բան։ Հասկացա որ է թուղթուգի, բայց ինքը ասեց, եթե դու չգտես, քեզ շատ վտանգ ալնելու, բայց որ գտար ով արել է իրան։ Այդ իմ աշխատանքային ընկերուհին ինքը շատ հիվանդացավ եւ մահացավ։ Աստղաբանը չի կարող քեզ տենց բան ասի, եթե ինքը իհարկե պայծառատես չի։ Երևի էքստրասեքս մեկ սա եղել կամ տառոլոգ եղել, ինչ եղել, չգիտեմ։ Ինքը քանի քո քարտեզը չի նայել, ինքը չի կարող տենց բան ասել։ Ու աստղաբանները ցենց ընդհանուր կենթանակերպերից պրոգնոզներ են տալի, որ նշանին ինչ է սպասվում, ես դա այդքան լուրջ չեմ ընդունում, որոշ բաներ համընկնում ու համարում ենք դա ճիշտ, բայց դա այդքան ճիշտ չի։ Ես քեզ ասեցի, չէ, որ դու այն կյանքում եղել ես մոկ, քեզ այս կյանքում չի կարելի ոչ մի գուշակ, ուշադիր լսի ինչ եմ ասում, չի կարելի ոչ մի գուշակի դիմել, ինչքան էլ ֆենոմենալ հատկությունների տեր լինի այդ մարդը, որովհետև իրանք կեղտոտ բաներ կասեն, կեղտոտը դա սև մոգություն է, ու կկատարվի դրանք։ Եվ այն մարդը, մի ընդհատի խնդրում եմ, այն մարդը, ով որ քեզ կեղտոտ բան է անում, ինքը պատասխան է ստանալու։ Բայց ես չեմ ուզենա, որ դու ես իմ ասածը ֆիքսես ու ոգևորվես ու ուրախանաս ու կրկնես, որ ով ինձ վատ բան արեց, ինքը կպատժվի։ Դու քո առօրյայով սովորական ապրի, ով որ արեց կեղտոտ բան, ինքն էլ կստանա պատասխան։ Միջև անգամ այն մարդիկ, ովքեր քո փողը հաշվում են, աչքը գցում են քո փողի, նաև դրանք դա լինի հարազատ բարեկամ թե հարևան, որտեվ այդպես է։ Այո, դու պետք է մարդկանց ձեռք մեկնես, ու եթե դու ես սխալ բաներ անում, այն քո ուղիղ զուլալ ճանապարհով չես գնում, ամբողջ մաշկը դուրս է տալու։ Համ մաշկը դուրս տալու, քորեր կբռնի ու ոտքերդ էլ իմ ասած, այդ կոճիցներ քե վրա ասում են ցավեր կտա։ Էդ էլ քո ուղղությունն է։ Յուպիտերը դել կշերքում է, որ դու բոլորի հետ պետք է քո հավասարակշռվածությունը պահես, ծուկն էլ ինքը հումոր է, պետք է ասես, խոսես, խնդաս, առօրյա անցկացնես։ Էլ ինչ ես ուզում։ Մի բան էլ ասեմ, Տիկին Լիսաջան։ Մարդի գնալ չեմ տեսնում։ Ինչ։ Մարդի գնալ։ Հեչերին անցավել ինչ մարդի գնալ։ Անցելա։ Տեսեք, ինձի որ մեկ ուզում մի բան ասի, դա ինչի՞ է։ Ես շուտ հասկանում եմ, ինքը ինձ ինչ պետք է ասի, ու դրանից չղանալն է։ Բա չեմ ասում, դու այն կյանքում հոգ ես եղել, հասմի։ Այդ տատիկս աղե պայծառատես, ես չեմ, չգիտեմ, գուցե դու ճիշտ եք, ասեցել, որ քեզ փոխանցվել է քո հարազատներից ամեն ինչը։ Այնտեղ վատ բաներ են շատ արել։ Եղել է ազգիդ մեջ, պապայիդ կոնն է։ Վատ բաներ արել են, որը որ փոխանցվում է։ Սկորպիոնը կոչվում է ֆիլտրացիա։ Եկել ես, որ մաքրես։ Մաքրում ես։ Ես Տիկին Լուսայինտա Գովեշչենի անկեղծ եմ ասում, ես եմ բոլոր սրտերով, ես միշտ աշխատում մեկի լավություն եմ, ես ցավել եմ պատճառում, ես հանդուրժում եմ, լռում եմ, հետո քաղցրությունով իրան ասում եմ, ախր այդպես պետք է չանել, էլի դու սպալ ես էլի անում։ Ես աշխատում խուսափել կռվելուց, բայց որ կռվեմ, Աստված հեռու տանի։
Ես լաչարի կրիվ չեմ անում, ուրիշ կրիվ է։ Անկեղծ եմ ասում էլի, ես կներեք անկեղծության համար շատ եմ ազատ խոսում։ Մարդ ներողություն չի խնդրում անկեղծության համար, նենգության համար պետք է ներողություն խնդրի։ Ես չգիտեմ, ես միշտ աշխատել եմ սենց հաշտարարի դերում լինել։ Հասմիկ, Աստված ամբողջ աշխարհը ստեղծել է, ամեն ինչ, ոչ ոք իր ձայնը չի լսում։ Մեր մոտ մեկը մի բան անում ես, մեզ εμարել են εμարել մերասային կյանքը լավությունն անելով դա լավություն չի։ Չէ, ես ու չեմ ասում անում ու ասում, չեմ ասում։ Իրանք են ինձ։ Բանորին չի իր ասում։ Սաղը լավություն եմ անում, լավություն եմ անում։ Չէ, ես ձեր հետ եմ դիսվում, ես ձեզ եմ Բայց ասում։ հիմա բոլորը լսել են, որ դու լավություն անող մարդ ես։ Ես չգիտեմ ո՞ր։ Հասմիկ սուս մնա ընդհանրապես, աշխատի քիչ խոսել։ Հիմա չեմ ասում։ Վերջնական ուզում եմ թեման փակեմ։ Լսի ուշադիր։ Այդ փողի համար ես քեզ ասեցի, կարևորը որ դու սովորես, անտուն չես ու կտուր կա քո գլխի, դու ով էլ տունդ կա, դու կարա շատ լավ հյուրասիրես։ Հերիքա ու դրանից դու շնորհակալ եղի եւ հոբին հիշի, որ ամեն ինչ ձերքից տարան ինքը էլ աստուն փառք էր տալիս։ Դու պետքա միշտ զուլար ջրում լողաս, կեղտոտ, փրփրոտ, ճահիճոտ ջրերը քեզ հարկավոր չի, սա քո ներքին է, սա քո շփումն է մարդկանց հետ։ Ամեն քո սխալ գործողություն մաշկի տա խփելու, որ դու կանխազգացումներ ունես, որ դու սա ես զգում, նա ես զգում, դա քո անցյալից է գալի, անցյալից, որտեղ դու անցյալում ես եղել ես շատ ճանաչված մոգ։ Այսինքն այդ գուշակությունները, կանխազգացումները քո մոտ եղել է դա։ Ու դա անցյալից գալիս է, որ դու հիմա կարողանում ես այդ անես, բայց հիմա որ դու գնաս մոգությամբ զբաղվես կամ դիմես ինչ-որ մեկի, դա քեզ չի կարելի, որտեղ դու այն անցյալի կյանքը ապրել ես արդեն։ Հիմա դու պետք է փող աշխատես ու քո մանր-մունր հաճույքներով օգտվես, մինչև Աստված ասի հերիքա, արի տանում են մոտս աղջիկ ջան։ Այդպես։ Ումանի տեսքեր դու բանիկ չեմ արել, չեմ էլ անի, մամաս էլ արել։ Հերիքա խոսես, նոր ասեցի քիչ խոսես։ Ես քեզ լսում եմ, որտեղ բոլորը լսում են, բայց մարդիկան չեն ուզենա լսել։ Լավ, ներողություն։ Այդ քո շրջապատի մասին է։ Ինչքան քիչ խոսես, այնքան շատ կլսես, ինչքան շատ լսես, այնքան ուղեղումը տանալիս կանես։ Ու խորը մտածի ամեն հիշի, այս նշանը, որի տակ դու ծնվել ես, ինքը ռեալ նշան է, շոշափելի նշան է, որ ամեն անհեթեթ բանի չհավատաս, քանի չես տեսել։ Այսպես դու իմիջիայլոց շատ լավ գիտք աշխատես, խումբ հավաքես, տանես այս կողմ այն կողմ, բաներ պատմես, ուրախանաս։ Ինձ ասում լավ զրուցակից ես դու ասում ես, միշտ ասում եմ։ Դե լավ, արդեն վերջացնենք, հա։ Ներող եղեք ամեն Երասես ներող եղեք։ Էդ ինչ ես արել որ ես քեզները։ Ես եմ երբի ձեզ զանձրացրեցի հարցերով։ Չէ, չես զանձրացրել, բայց աշխատանք է, պետք է խոսես։ Մեր ժողովրդի վատը իրար հետ չեն զրուցում։ Դու էլ զրուցում ես, արտահայտվում ես, ինչի՞ չէ, մարդիկ թող լսեն։ Անհամբեր են դառը, չեն ուզում ոչ մի բան լսեն, մենակ իրենք խոսեն։ Հիմա մարդիկ այդպեսին են։ Երկրում խաղաղություն է, լավատես եղի, հումորներ արեք, հումորն է միշտ փրկում, ոնց որ Լեննականին հումորը փրկեց, որ լրիվ չփլուզվեց։ Հումորը ծիծաղը ժպիտը ամեն ինչ ճիշտն է։ Դե լավ, քեզ համբերություն, Հասմիկ ջան։ Ես ձեզ շատ սիրում եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ձեզ Հաջողություն։ Ալո, լսում եմ ձեզ։ Բարև, ներկայացեք, հա։ Ես ամեն օր լսում եմ ձեզ, մենք հաղորդում ունենք, որ ես երկու անգամ եմ լսում, շատ սիրում եմ ձեզ, իմ անունը Գոհար է։ Ուրախ եմ։ Հուզող հարցը, Գոհար։ Հա, ուզում եմ մի այսպիսի հարց տամ ձեզ, Տիկին Լուսիա։ Խնդրեմ։ Մենք շատ լավ երջանիկ ընտանիք ենք եղել, հիմա երջանիկ ենք, բայց չհասված տխուր կողմերը, ուզում եմ մի հարցով էլի դիմեմ ձեզ, մինչև 20 թվականը շատ լավ ապրել ենք ամեն ինչով երջանիկ, ուրախ, մեծ ընտանիք, 20 թվականին ամուսինս որոշեց մի հատ տուն գնել սեփական,
Այդ տունը գնեցի շատ ծառեր կար, անկույզի ծառեր կար, խնդորի ծառեր, ամեն ինչ։ Հին տուն էր շատ դուրում, ասեցինք դե ոչինչ կվերականգնենք, կվերանորոգենք, ուզում էր, որ իր երեխեքը բոլորը գան այդտեղ, մենք տեղափոխվենք, այդտեղ ապրենք։ Մի խոսքով 20 թվականներ հենց աշունը սեպտեմբերին այդ ծառերը սկսեցին կտրել։ Կտրեցին և նայել էի ձեր հաղորդումը, որ ասեցիք անկույզի ծառերը պետք չկտրել։ Փեսած գնաց զորակոչ չէ, ինքը կամավոր գնաց 20 թվականի հենց սեպտեմբերին։ Մի շաբաթ հետո դողվեց։ Դրանից հետո սկսեց դժբախտությունները։ Դու բոլոր քո հարցերի պատասխանը տվեցիր կարճը։ Ես տվել եմ ճիշտ, բայց նա ուրիշ հարց կա։ Հատկապես ընկույզի ծառը, Թումանյանին ընկուզենին հիշի, հին օրհնությունը, ես էլ հուզվեցի, չեմ կորում։ Հիմա այդ տունը իրակորվելուց հետո ահագի ժամանակ մենք ոչ մի գործ չենք անում։ Դե 20 թվականից սկսած, այս աշխարհով 12 տարվա ծրագիր ա գնում, որ լավ չի, Գոհար, լսի ինձ խնդրում եմ։ 20 թվականից։ Դրանից հետո տիկին Լուսիա, դրանից հետո չենք վերանորոգում անում, բայց հետո ամուսինս ասեց, թե ինչ պիտի անենք, թեկուզ տխուր սրտով մեր ջահել ցկցեցնելու շատ ստիպված, շատ։ Ունի մի հատ տղա, որը ոչ մի բան հետ չենք կարա մենք անենք։ Քանի տարեկան եք։ Փեսան։ 42։ Փեսան 42։ Հա, դրանից հետո սարքեցինք տունը, վերանորոգեցինք, այդ եմ ուզում ասեմ, դրանից հետո ամեն ինչը ճիշտ է, չի ջնջվում, չի փոխվում, շատ ամեն ինչը վատ էր, բայց դե սարքեցինք տունը, մի ձևով, ճիշտ է անտրամադիր, առանց երջանկության, բայց դե անում ենք։ Առանց երջանկության քարին եք դրել, դա երջանկություն չի բերի, որտեղ տունը սիրով են սարքում, ջերմությամբ են սարքում, օրհնությամբ են սարքում։ Բայց տիկին Լուսիա, իմ մամուսին այն ձևի սարքեց այդ տունը, այն ձևի սարքեր, հիմա որ մտնում եք արդեն 6 տարի անցել, ոնց որ մի հատ դրախտավայր լինի։ Այդ մի քանի ծառի փոխարեն ինքը տնկեց 40-50 հատ ծառ, որ հիմա նայեք կտեսնեք, ես կուզեմ, որ մի օր հլծեց հրավիրեմ մեր այգի։ Այնքան սիրուն այգի ա սարքեր, շատ սիրուն։ Աղջիկս հիվանդացավ, մի 3 տարի հետո աղջիկս օպերացիայից հետո ընկավ դեպրեսիայի մեջ, մի անգամ էլի ձեզ ասել եմ։ Ընկավ դեպրեսիայի մեջ։ Մենք խոսել ենք ինչի Գոհար։ Մի անգամ նենց զանգել եմ, ձեզ հետ խոսել եմ։ Հիմա ուզում եմ ուրիշ հարց կա էլի։ Հիմա այդ աղջիկը տեղեր ա խմում, տեղերով ուզում եմ իմանամ, ինքը առողջ կլինի, կառողջանա նորից։ 2 երեխա ունի, 2 տղա ունի լավ։ Հետո անցած տարի էլի լավ սարքեց տունը, բայց ոնց որ չի կարողանում այդ տանն մեջ գնանք շատ սիրուն ա արել, ամեն ինչը շատ, այգին ոնց որ դրախտավայր լինի, լույսերով, եղևնիներով, ասում եմ տղայի։ Մի հատ ամուսնուտ, Գոհար, այդքան երկար ժամանակ չունենք, ամուսնուտ տարեթիվ ասա, ամուսնուտ տարեթիվն ասա։ Իմն էլա պետք ասել։ Չէ, սպասի, 7 տարի, այս ամուսնուտ վրայի ամեն բեռնգաց, ինքն էլ ա ծառ կտրել սկզբից։
ինքը կազմակերպել է, չգիտեմ, կտրել է թե Դե բա ինչ արել, նա կարմիջի ոնց որ այդ ձեզանից առաջ մի կին զանգ տվեց, որի լուսնային հանգույցն էլ է գտնվում կարիճում, որ նախորդ կյանքից եկած վատ բաները, որ իրա վրա է ու ամուսինը դե երբեք բնության օրենքին հակառակող ինչը բնությունից դուրս եկած է ոչ մի վատ բան չպետք անի խմի, ծխի, դավաճանի, խաղա կեղտոտ բաներ, վատ բաներ, չի կարելի իրան, բնությունը չպետք է ապականի, իրան չի կարելի, որտեղ նախորդ կյանքում ինքը Հիմա եթե դու պետք է քո ամուսնուն գովես ու պատասխանը չլսես, ես չեմ կարա պատասխանեմ։ Բայց ինքը մահացել է արդեն։ Դե հիմա չես թողնում վերջացնեն։ Հա, լավ, լսում եմ։ Այդ օրվանից 20 թվականից ես կողմ 12 տարի ձեր ընտանիքում ոչ մի լավ բան չէր լինելու։ Հիմա չգիտեմ 12-ը լրացավ թե չլրացավ, չգիտեմ, արդեն ես նյարդայնացա։ Հա։ Ու նայ, իրան չի կարելի ոչ մի ամեն ինչը լավ արել է, դրել է, բայց ասում եմ ծախենք, ասում է չէ մամա, ես չեմ ծախի, որտե պապան այդ շատ էր սիրում այդ տունը, թող մնա։ Հա, բայց պապան չկա, տունը մնում է, պապան ինչ է տեսնում։ Այդ ինքը իր համար է սարքել, իր համար սարքել է ինքը ողջ կլիներ։ Այստեղ տրված է, չի կարելի բնույթ իրան։ Ընտանիքի համար է սարքել, ընտանիքի, որ մեծ ընտանիք լինի։ Իր երեխեքի աղջիկների Հա դե պապայա իհարկե իր երեխեքի համար է, բոլոր ծնողներն էլ տենց են։ Բայց հիմա ինձ տվել ծաղկում է, ուզում է շարունակի, այդ իր կիսած թողած գործը շարունակի, ավարտին հասցնի։ Քո ամուսինը սարքելա, թողելա ձեզ, ինքը սխալ բան է արել։ Ինչ որ ինքը բնությանը ցավ է տվել։ Աստծո ստեղծածին ցավ է տվել։ Հիմա իր գառացկոպը ես դա եմ տեսնում, որ նախորդ կյանքում այս մարդը ուժեղ էներգետիկայի, ոչ լավ էներգիայի տեր ա եղել, մոգության, որ իրան չէր կարելի, Մարսն էլ իր մոտն էստեղ է գտնվում, Մարս մոլորակը, որ այս կյանք մի խոսքով քո ամուսինը ճիշտ չի արել, եթե ինքը ծառեր ա կտրել։ Ինչքան էլ ասում ես այգին դրախտ ա սարքել։ Ինքը շատ ծաղուրա տնկել, ամեն ինչ արել է։ Հա դա կապ չունի, ինքը արդեն սկիզբն է փչացրել։ Ու 12 տարվա մեջ ինքը չի չկա, էլ այս աշխարհում չի, ինչ անի։ Վերջացել է, դա պետքա լիներ այտենց ես։ Ինչի չես ուզում լսես, գոհար։ Հա, լսում եմ։ Դա չես լսում, դու ինձ ընդհատում ես ու զայրացնում ես։ Առանց այդ էլ հուզիչ պատմություն է քեզ մոտ։ Դու իմ հետ ինձ հետ հավասար խոսում ես, մենք իրար չենք լսում։ Հա։ Եթե դու ունես հուզող հարց ու զանգահարել ես, ուզում ես իմանաս պատասխանը, դե ուրեմն բարեղը լրի, ես միջև վերջ կասեմ, կընդունես, չես ընդունի, դա դու գիտես։ Ես ոչ մեկին չեմ ստիպում, որ ինձ լսեք ու հավատացեք։ Սխալը ձեր ընտանիքի, որ դա կատարվել է, ամենայն սկզբից սար կտրելն է։ Ինչքան էլ ինքը դրախտ սարքեր այդ ձեր համար է սարքել, բայց ոչ իր համար։ Եվ 20 թվականից այս կողմ ինչ դուք ծառ եք կտրել, ձեր ընտանիքը 12 տարի վատ վիճակի մեջ էր լինելու։ Սրանից ուրիշ չի ստեվի բացատրել։ Ալո։ Այս ձեր ձայնը չի լսում, երևի կապերը վատացավ։ Չեմ կարողանում արդեն պատասխանել, ուղղակի գոհար վերջնական ասածս էնա, որ թող դա բոլորին դաս լինի, երբեք ինչքան էլ ծառը հիվանդ լինի, բժշկեք։ Ինչ ծառերը կտրել են ձեր ընտանիքում դժբախտություններ է, որ 12 տարվա մեջ դա լինել, ու ձեր ամուսնուն էլ չէր թույլատրվում բնության օրենքին հակառակ գնալ, ինչքան էլ դուք ասում եք, որ այգին դրախտ է սարքել, նորից էլի տեղ արել է։ Ինքը սարքել է, դե որ դուք վայել եք, ու ինքը թող է գնացել այս աշխարհից, այդ վայելքը չի տեսնում այդ մարդը։ Բայց դες դու հիմա ինձ հարց ես տալիս, տղաս ոնց կլինի, ինչ կլինի, մանրակրկիտ ուզում ես ամեն քո ընտանիքի հարցերն իմանալ։ Ես էլի պատրաստ եմ պատասխանելու, բայց միայն դու չես այս եթերին։ Միայն մի հոգի պետք է, մեկ հոգի, մեկ հարց։ Եթե ուզում ես քո հարցերի պատասխանը, ինձ է զանգատալի, որը որ վճար է։ Իսկ շատերդ էլ խուսափում եք վճարից, սա իմ աշխատանքն է։ Հենց ասում եմ վճար, բոլորդ կորում եք։
Իմ աշխատանքն է, սա որը պետք է վճարվի ոնց որ յուրաքանչյուր աշխատանք։ Ձեզ էլ համբերություն, առողջություն։ Ալո։ Ալո, Բարև ձեզ։ բարև ձեզ, Ներկայացեք, խնդրում եմ։ Ես Աստղն եմ, Տիկին Լիսա, հիմնականում ինքնվում է Աստղը գտնվում է Ռուսաստանում։ Հա։ Ինձ ուղղակի իմանցում է ինքը ուզում եմ հետ վերադառնա հանձինս ես։ Հիմա իր տարեթիվ ամսաթիվ ասեք։ Հա, իրան գնալը կար, իրան հենց էմիգրացիա կար, որ նա պետք է երկիր լքեր։ Հիմա դուք ուզում եք որպես մայր արժի հետ գալ, թե ոչ, կամ կգա, թե չի գա, տեղ երկու բան կա, Աստղիկ, ինձ լսի, խնդրում եմ, այստեղ հարցը երկու տեսակի կարելի է, արժի, որ իմ աղջիկը հետ գա, կամ կգա, թե ոչ, որովհետև կաղամարդուն չարժի, որ գա Հայաստան։ Այո, իմ հարցը ես հիմնականում ուզում եմ այսպես վերադարձնել։ Լավ, հիմա մի րոպե, տղա երեխա ունի։ Այո։ Քանի տարի է որ ընդեղ են։ 5-րդ տարվա մեջ։ Երեխեքը ստեղ են ծնվել։ Հա, երեխեքը ունի 5 տարի։ Ուրեմն գալու չգալու հարցը նախ առաջինը անկախ նրանից որտեղ կլինի, Աստղիկ ջան, աղջկա տրված է անպայման սեփականության բնակարանի ապահովություն, անպայման, որ նա իր սեփական տունը պետք է ունենա։ Ունի։ Չունի, դա հիմա ուզում է այդ Աստղն ինքը ուզում իրագործի, ցանկանում է, բայց գիտեմ, ստացի թե։ Հա, հիմա ինքը ուզում է բնակարան, դրա համար է գնացել, որ փող աշխատի տուն ունենա։ Չէ, ուղղակի գնացել էր որպես աշխատելու, բայց հիմա արդեն ուզում է տուն ունենա, ուզում է։ Հա, այդ է, տուն անպայման իրան առաջնայինը բնակարանի հարցն է։ Թե այնտեղ կունենա, թե ստեղ կունենա, դա կապ չունի, իրան տրված է անպայման, դու պետք է դառնաս սեփականատեր։ Սեփականատեր մի մտածի գետնին կպած տուն։ Բնակարան, անպայման ինքը պետք է ունենա ու իմիջիալուց իրան երկու բնակարան է տված։ Երկու տուն են, երկու տուն ունենա։ Իրանք Հայաստանում տուն ունեն, Աբարանում տուն ունեն, Տիկին Լիսա։ Հիմա մի հատ է պետք ունեն, այդ քիչ է իրը։ Հա, դե չգիտեմ։ Հա, հիմա արժի թե չարժի։ Այս միջև երևի մայիսի վերջ, իրամոտ պարզ կդառնա գալու, ավելի շուտ ստեղ գալու հարցը չի, քան գումարի հայթայթման, օրենքների, փաստաթղթերի, բնակարանի ձեռքբերման հարցերն է որոշակի լինելու։ Մի րոպե։ Հա, այդ ժամանակ փողային հարցեր կբարձրանա իր մոտ, հենց կոնկրետ բնակարանի հետ կապված, ու այդ հարցը կտևի մինչև հուլիսի վերջ։ Մինչև հուլիսի վերջ, որ այդ ինչ եմ սա ասում, այդքան ընթացքում, այդ ժամանակահատվածում, ինքը պետք է որոշի, ես ախր ամուսնուն էլ չգիտեմ, ինքը որ ասեմ, որտեղ հիմա ստեղ իր մոտ է ցույց տալիս, որ աղջիկ ջան, որոշի, որտեղ ես ուզում բնակարան առնես եւ ինչ ես ուզելու դու անես։ Եթե այո, ուրեմն ինքը դեռ կմնա, քանի բնակարանի հարցը որոշակի չի եղել։ Այդ միջև հուլիսի վերջն է։ Ինձ մի հատ ասա ամուսնուն էլ, որ ես տեսնեմ հարցը ճիշտ պատասխանել։ Ամուսինների Այդ ընտանիքի տղա է, լավ։ Լավ ընտանիքի տղա է, չէ՞։ հա, Ընտանիք սիրող, Իրանն էլ Ռուսաստան։ Իրանն էլ Ռուսաստան։ Հա։ Չէ, մի քիչ կասկածեցի իրանց գալը։ Փաստորեն։ Հա։ Այդ դու ես ուզում կան։ Հա, ես չեմ ուզում այդ երկրորդ հաստատել Ռուսաստանում մնալ։ Դե արդեն գնացել են։ Որտեղ են իրենք։ Նիժնի Նովգորոդի քաղաքներում։ Որտեղ։ Նիժնի Նովգորոդ։ Լավ, որտեղ հայերը շատ են, լավ։ Հա։ Էլ Քավարցի, Լեննականցի, Աղանդարի։ Սաբարանցի։ Սևանցի։ Չէ, չեմ տեսնում Աստղիկ ջան, գալը։
Հա, նա որտեղ երեխեքի հարցն է, այստեղ տղա երեխան հատկապես ուղղակի հիմա այն տարիքն է իրենց մոտ երեխեքի, որ պապա շատ ուշադրություն պետք է դարձնի երեխաների դաստիարակության վրա։ Հենց հայրը կոնկրետ շատ ուշադրություն դարձնի, դե Ռուսաստանն էլ գիտեք ինչ տեսակ է։ Հիմա դիտեմ, բայց եթե դեպի չեմ սիրում։ Ես էլ, բայց ինչ արած, այդպես է, մաման էլ պետք է սեր տա։ Նորմալ ընտանիք է սա։ Հա։ Նորմալ իրանց մամա, պապա, ամուսիններ, նորմալ իրանք պետք է աշխատեն, տղան աշխատող է, փեսան։ Հա, ինչն աշխատող է։ Թող մնա աշխատեն, Աստղիկ ջան։ Մի ծրագիր բացասական ուղարկի, որովհետև երկուսին էլ տրված էր երկիր լքել։ Թող իրանք փող աշխատեն, բայց չմտածեն, որ Ռուսաստանն իրանց երկիրն է, ու իրանք վաղ-թե ուշ պետք է վերադառնան։ Ու լավ կլինի, որ այստեղ տուն առնեն, ոչ թե այնտեղ տուն առնեն։ Երանի թե։ Այդտենց պետք է լինի։ Ու ես ժամկետը ճիշտ ասեցի, որ մինչև հուլիսի վերջ իրանց այդ հարցը կհստակեցվի, որտեղ գումարների եւ փաստաթղթերի հետ է կապված։ Աղջկադ մոտ է դա։ Այդ փաստաթղթերի կարող անդեղ ինչ-որ, բայց մախինացիաներ չանեն, որտեղ այդ մախինացիաները հիմա այն շրջանն է, որ ամեն ինչ բացահայտվում է։ Բացահայտվում է ու տղայի մոտ էլ կա այդ փաստաթղթերը։ Մի րոպե մի հատ տղային նայեմ։ Իսկ տղան ավելի շատ կկպնի Ռուսաստան։ Փեսեթ ավելի լավ է լեզու ունի, կաշխատի։ Հա, էսներ լավ են լեզվից աշխատելու։ Նորմալ ընտանիք է, ես թե այս քո աղջիկն է։ Ահա։ Այս տղայի մաման էլ է տենց ուզում, ոնց որ դու ես ուզում։ Տղայի մաման բայց ուզում է, որ իրան Ռուսաստան ապրեն։ Որտեղ մամանե երկուսի մոտ էլ մամաների միջամտություն է տալիս, ինչ հետաքրքիր է։ Մի մաման ուզում է բերի, մի մաման ասում է մնա փող աշխատի։ Որտեղ երկուսի մոտ էլ այդ գալու չգալու մամաների երկուսի մոտ էլ գալու չգալու հարց է տալիս։ Հա, իր մաման չի ուզում գալ։ Հա, ասում է փող աշխատի։ Դու էլ ուզում, դու ինչ նշանի տակ ես ծնվել։ Ես խոյ։ Խոյ։ Հա։ Հա, դու կուզենաս քո կողքը լինի, ճիշտ ես ասում։ Ես ավելի շատ պիտի լսա, ոչ թե ուզում եմ լինի իմ կողքը, այլ ուզում եմ լինի իմ հայրենիքում։ Դու ինչի մենակ ես, Աստղիկ։ Չէ, փառք ասում, մենակ չեմ, ես ընտանիք ունեմ, ամեն ինչն եմ, ուղղակի ես ուզում եմ իմ երեխեքը ապրեն իրանց երկրում, ոչ թե իմ կողքը։ Այդ ճիշտ ես մտածում, ես էլ եմ այդպես մտածում, բայց դեռ ոչ։ Այ իրանք, որ սկզբից գնալու լինեն, երևի կասեն մի գնացեք, բայց իրանք պետքա գնային։ Որտեղ 25 թվականն էր իրանց մոտ, եթե իրանք 25 թվականին հետ գային, հետ կգային, ու վերջ։ Բայց հիմա եթե իրենք 25 թվականին մնացել են, իրենք կմնան դեռ ու 3 տարին էլ լրացավ ու կարևոր ասում եմ, իրանք գումարը թող աշխատեն իրանց նպատակը ծրագիրը դա պետք է լինի։ Գումարը աշխատեն զուտ բնակարանի համար ու խորհուրդ կտա Հայաստանում բնակարան ունենան։ Էսա խորհուրդը տրվում, սա է խորհուրդը տրվում, որտեղ աղջկատ մոտ պարզ ցույց է տալիս սեփականության տեր դառնալ։ Ու երկու բնակարանի, մեկ միտեղ։ Բայց երեխաների ապագայի համար, ապահովության համար ավելի շատ է Հայաստանն է, որտեղ Հայաստանը գնալով լավ վիճակում է լինելու, կխնդրե ոչ մեկ ագենտուրաների ոչ մի բանի չհավատալ, որտեղ այստեղ իրոք լավ է լինելու, ու թող աղջկատեն երեխաների միջալոց շատ է տված, որտեղ իրան այն ոնց են ասում, սերունդը, արտադրությունը լավն է։ Հա, դե հիմա երկուսն ունեն, չգիտեմ հետո, բայց երկուսն ունեն, լավ երեխեք են։ Հա, կա որ այնքան բան է լինում այդ երեխեքի ծնունդը, լավն են լինում, ճիշտ են լինում, որտեղ իրանք սիրով ընտանիք են, դրա համար երեխեքը լավ պետք է աճեն ու նորմալ ընտանիք է, ես տեղ չեմ տեսնում ինչ-որ մի բան, որ ասեմ
Սենց պահի քեզ նենց պահի, իրոք նորմալ է, ինքն էլ դաստիարակված աղջիկա։ Փաստերին ցույց տիկուն դիսազում է վերադառնալ ու Դե հիմա ես ինչ անեմ, որ չեմ գալի։ Մեր ուզելը քիչ է։ Հա, Մեր ուզելը քիչ է։ Մի բան ասեմ, թող բոլորն իմանան, դու էլ իրենց ասա, երևի հետո կասես կդիտենես։ Այն մարդը, ով որ իր երկիրը, իր հայրենիքը լքում է ինչ-որ մի բանի համար, ինչ-որ մի բան է։ Մեկը ուսմանա գնում, մեկը փող աշխատի տուն առնի, մեկը իր կվալիֆիկացիան բարձրացնի, առողջության, ինչ ուզում է, տարբեր մարդկանց տարբեր է։ Ուրեմն հենց այդ նպատակով ինքը պետքա ծրագիրը տանի ու աշխատի։ Եթե ինքը փողը հավաքել բնակարանի համար, ուրեմն ոչ մի ավելորդ շռայլություններ ինքը չպետք է անի, զուտ այդ գումարը պետք է գնա բնակարանի համար։ Եթե ինքը շեղումներ տվեց, այսինքն գնաց խրախճանքների, ուրախությունների, ցուցադրություն, դե մեր հայրը սիրում են ցուցադրել, որտեղ քաղաքենական բաներ կան մեր մեջ, այդ տուն ինքը չի կարող առնի։ Եթե առավել չի վայելի, որտեղ ծրագրի խախտում է տարել։ Եթե երկիր է փոխել, ընդհանրապես ամեն ինչում է այդպես, բայց երկիր փոխելու համար ինչ-որ մի նպատակի դու շեղվում ես քո ծրագրից, խնդիրների առաջ ես կանգնելու ու հենց այս տարվանից դա սկսվեց։ Դա վաղուցված ծրագիր է կյանքի, բայց հենց այս տարվանից, քանի որ տարվա թիվը 1-ն է, ասենք, յուրաքանչյուր մարդ պետք է մտածի իր մասին, զոհաբերությունների չգնա, իր եսն ու իրավունքը պահի և ինքնուրույն իր հարցերը լուծի, ոչ մեկին չվստահի, ոչ մեկի վրա հույս չդնի, մարդը ինքն իր վրա է հույսը դնելու, ու քանի որ հուլիսից արդեն սկսվելու երեխաների դաստիարակության, ծնողների, հատկապես պապա ու զավակ հարաբերությունների շրջանը, պետք է շատ ուշադիր դարձնեն երեխաների դաստիարակության ու ամենից կարևորը դա գիտելիքն ու կրթությունը, որ ես միշտ եմ ասել։ Ու այդ հեռախոսներն էլ շպրտել են կողմ, որ երեխեքին կախվածությունը դեբիլացնում է ու սովորեն գիրք կարդան։ Այսքան։ Մի անհանգստանալու բան չկա այնտեղ։ Ահա, պաստորեն ապագաները։ Այդ փեսատեր մի քիչ ստեղ մեքենաների ինքը շինարարություն է, թե մեքենա է իր մոտ։ Տղան։ Չէ, ինքը հիմնականում գործարանային աշխատող է։ Ինչ աշխատող։ Գործարանում աշխատում է շինարարական։ Հա, այդտեղ մի քիչ մեքենաների երկաթ ոնց են ասում, դազգա։ Նման գնագավար, բայց ոչ մեքենաների։ Հա, մի քիչ մեքենաներից գուշ լինել, ստանոկը դազգա։ Մետալուրգիա, մի քիչ գուշ լինի այդ երկաթներից էտա։ Մետալուրգիա, հա։ Այդպես։ Բնավորություն ունեն եւս մի հատ, բայց կար չամառոտ հատ։ Ինչ։ Բնավորություն ունենամ մի հատ համառոտ հարցեր տամ կարճ։ Ասեք։ Ես ուզում եմ իմանամ տղաս մի հատ բալիկ ունի ու հարցից հաճախակի հիվանդանոցներում ուզում է նորից մայրանալ։ Կմայրանա թե թողանք այդ հիվանդանոցների ճանապարհը իրան տված չի վերիստ։ Հարսի երկրորդ երեխա կունենա թե ոչ։ Այո, այդքան բան, հա։ Ես չգիտեմ հարսի տվյալը, ասա։ Ասել տվյալները։ Ասա։ Բայց ինքը բան է, ինքը շուտ բեղնավորվող աղջիկ է, ինչի չպետք է ունենա, ուղղակի ինֆեկցիաներ կա իր մոտ։ Սենց բան ասենք եթերով։ Հա, փաստորեն։ Հա։ Հա, ինքը մեր թորնիկը 10 տարեկան է։ Մաշկը ո՞նց է հարսիդ, ալերգիան, մաշկը։ Ահա, ալերգիա ունի, մաշկը լավ չի։ Աչքերն էլ լավ չի, աղջկո։ Ինչ է այդքան քչփորում ամեն ինչ։ Աստղիկ, ես քեզ մի բան ասեմ, այս աղջկա մի քիչ շատ ուշադրություն դարձրու փաղաքշանքի առումով։ Այո, ես շատ իրան սիրում ու հարգում եմ պիտի։ Հա, ուզում եմ, որ դու իրան մամայություն անես։ Ահա։ Որտեվ ինքը դրա կարիքը շատ ունի։ Ես փորձում եմ։ Դու հասկացի ինչ եմ ես սա ասում, մենք չենք բարձրաձայնում։ Այս երեխեն շատ մամայի կարիք ունի, հասկացի։ Դա քնքշանքն է, փաղաքշանքն է, գուրգուրանքն է։ Ահա։ Ինքը չի կարող ընդունի հասարակությունը, ավոր կոմպլեքսավորված է։ Ու թող լավ չլինի, հումորներ անի շատ։ Լավ մարդկանց հետ ընկերություն ինքը շրջապատը ճիշտ չի։ Հա։ Հա,
Այս աղջիկներն են ուզում գնան Հայաստանից։ Չէ, տղաս բանակում է ծառայում, վայեննիա։ Քիչ է տեսնում է իր կնոջը։ Հա։ Լավ չի։ Լավ չի, սկզբից էլ տենց է եղել։ Այն երեխու հղի ժամանակվանից, որ առաջ երեխա հղեր, այդ տենց է եղել։ Դրա համար էլ այդենց հիվանդագին բաներ է տալիս։ Հա, ինքը Ղարաբաղ 6 տարի ու կես մնացին, հետո տեղափոխվել են այստեղ։ Ինչ կլինի, որ ամուսինը գա իրար հետ գնան մի քիչ զբոսնեն։ Երեխուն դու պահես, իրանք իրար հետ մի քիչ շատ լինեն դրսում։ Բայց այդ առումով գնում են, պիտի լուսա շատ են, ուղղակի միշտ ասենք sense աշխատանքային, բայց եթե իրար հետ են, ուրեմն լավ են, դուրս են գալիս, ոսնում են, քայլում են, իրար հետ։ Ուղղակի դեր աշխատանքի դերումով մի քիչ Դե հա դրա համար էլ երևում է աղջիկը գուրգուրանքի կարիք ունի։ Երեխուն պահի թող գնան իրանք ման գան մի քիչ։ Ամենտեղ գնան, ինչպես նոր սիրահարների։ Հետո հիշողությունները շատ է իրան տանջելու։ Այս աղջիկը կանխատկացումներ ունի։ Ինքը զգում է, շատ բաներ է զգում։ Բանչացեց։ Տղուտել ասա թողելոք մնա։ Ինչ առումով։ Ամեն։ Հա։ Ամեն առումով։ Հա, փաստորեն։ Ընտենց, այո։ Ու քո մասին մտածի, որ ճնշումը չբարձրանա, այսքան բար։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ, Աստղիկ ջան։ Ահա։ Աբարանցի ես։ Ինչ։ Դու որտեղից ես։ Լորից եմ, լորի։ Հաղ դրա համար ակցենտ եմ զգում, հա։ Հա, լորից եմ, Թումանյանից, լորի շրջան, Թումանյանից։ Ինչ լավ են լորեցիք։ Հենց էր գետը գժվեց, իմացեք սաղ լորեցիք գիժեն։ Այդ լավ իմացի։ Ձեր գետը, այնքան է ձեր գետը աստումը տեղի ժողովրդի վրա, չգիտեմ, այդքան բան գիտեք, թե չգիտեք։ Ինքը գիժա, չէ։ Գիժա, շատ գիժա, բայց համով գիժա։ Հա, հետո հանգստանում է, ինչքան զիբիլ կա հանում է դուրս, աղբու զիբիլ, դե զիբիլ բառն եմ ասում։ Ու այդ ժողովրդի մեջին է, հետո սկսում է մաքուր, զուլալ, այդպես դուք եք բոլորդ։ Ահա։ Բայց կարևորը սիրունը ու շատ լավ։ Ձեր մարզպետը, թաղապետը հրաշալի տղա է։ Ո՞վ։ Ձեր մարզպետը, թե թաղապետը։ Մկրտյանը, Հա։ Հա, շարժամ ազնվորությունը։ Շատ։ Կներեք սեկունդից, բայց դուք չասեցիք, կունենա թե չի ունենա, կներեք, էլի հարցից երկրորդ անգամ։ Հա, երեխա ունենա։ Այս դրա համար ասեցի իր մոտ ունենալ, ինքը խնդիր չունի երեխա ունենալու։ Հա, փաստորեն դա է։ Մի րոպե։ Չէ, ես չեմ տեսնում իրան խնդիրը, այն ուղղակի բժշկության, քանի տարվա ամուսնությունն է։ 11։ Ահա։ Մի րոպե, այստեղ 11-ը կա։ Հիմա ինքը փոխվում է 13 տարի, միջալուց այս տարի ինքան շատ է լինելու հղիացումներ։ Այստեղ 13 տարի է իրամուտ տալիս, երեխեն դառնալ, միջև երեխայի 13 դառնալը, բուջուրդ, մեծդ, իրամուտ տալիս է հղիացում ես աղջկա, բայց առողջական այդ ալերգիկ բաները կարող է մի քիչ խնդիր առաջացնի, դրա համար այդ գիտես ալերգիան ինչից է, զզվանք դեպի հասարակություն, երբ որ մարդը հասարակության հետ չի կարող համակերպվել, իր վրա դուրս է տալ, հետո ասում են ծառից է, հոտից է, չգիտեմ ինչից է, դա այդպես է, որտեղ չի բուժվում այդ ալերգիան, ուղղակի թող ինքը կյանքի թեթև նայի, մատների արանքով նայի ու անցյալը չքչփորի, ինքը անցյալը շատ է հիշում, ու ինչ որից իրամուտ ստամոքսի խնդիրները առաջանում, կծկումներ է տալիս իրամուտ, դե չէ նորմալ աղջիկ է, հովասարակշռված, ժպիտով, նորմալ մարդ է, տղայի չհարցրեցի, հարցրեցի տղատ ինչ ամսվա ծնունդ է։ Տղատ էլ բանա, ճիշտ է, իրանք առանց իրար չեն կարի, իրար հետ չեն կարա, տղատ պետք է իր հետ լավ լինի։ Չի լինի, որ ինք այդ ծառայություն չգնա, մի հատ նորմալ աշխատ, թողա դառնա խոհարը, լավ խոհարար կլինի։ Հա, սեզոնի դրան, պայմանագիրը վերջանում է տարի ու կեսից։ Ա ինչ լավ է,
Թող վերջանա գա միտեղ մտնի սովորի կուրսեր խոհարարական գնա կամ հաշվապահական իրա կնոջ կողքը լինի, որ ջան ասեն, ջան լսեն ու նոր բալիկ ծնվի իրանց։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ, դա ասված իմ ասածը լինի, որտեղ դա երևում է, մնում է անեն։ Իմ ասելը քիչ է, անելը հարկավոր։ Դե հասկանալի է, ուղղակի ես նույնանամ գնա այդ բժշկությանը։ Այո, հարցիդ պատասխանը տալիս է այո։ Շատ շնորհակալ եմ Տիկին Լուսիա, շատ։ Խնդրեմ։ Ձեզ համբերություն ասված օգնական, խաղաղ ապրեք։ Երեք զանգ եղավ, վերջացրեցինք, ուղղակի ես կխնդրեի ու շատ կխնդրեի, ովքեր որ զանգահարում են, ձեր հարցերը հստակեցրեք ու մեկ հարց հստակ իմացեք, ինչ եք տալի, կոնկրետ, պարզ ասեմ ժողովրդավարը, մի հարց կոնկրետ մտքների դրեք ու այդ հարցը ինձ տվեք, անվճար է այս հարցերը, ինչ որ դուք այստեղ զանգարում եք, հարցեր եք տալիս, անվճար է, բայց եթե դուք ուզում եք մանրակրկիտ ամենի ձեր ընտանիքից իմանաք, դա վճար է արդեն, բայց ոչ եթերային, որտեղ ոչ մեկին հաճելի չի ինչ-որ մեկի ընտանեկան հարցերն իմանալու են էլ բարձրաձայն։ Դրա համար ինձ կարաք մեսենջերով գրեք, չզանգարեք, որտեղ ես ոչ մեկ հեռախոսի զանգի չեմ պատասխանում, քանի ինձ չեն զգուշացրել։ Պետքա գրեք, որ ես իմանամ ինչի համար է, եւ դա վճար է։ Ամեն աշխատանք էլ վճար է։ Հիմա ես ինչ եմ ուզում վերջի թռոցիկն ասել, տեսեք էլի ծնողներ, էլի իրանց երեխաներ, կգան, չեն գա, ամեն ինչն էլ այդտեղ բացատրվում աստրոլոգիան, ամեն մանրակրկիտ յուրաքանչյուր հարցի ինքը պատասխանը ունի։ Պարզապես պետքա արվի։ Եթե չի արվում իմ ասած խրատն ու խորհուրդը, դա չի ստացվի, իրան վերևից ոչինչ չեն գնում։ Ու լավ կլինի, որ շատերը ովքեր Հայաստանը լքել են հետ գալ, ես դա ասել եմ, նորից եմ ասում, հատկապես Ռուսաստանի ապրող հայերը, հատկապես, որտեղ Ռուսաստանի վիճակը այդքան լավ չի, ու պետք չի, որ մեր հայերը այդքան չարչարվեն ու տանջվեն ու վատ բաներ լինի։ Ինչ եմ ես թռուցիկը վերջին կուզենաց ասել, որտեղ սա բոլորին է վերաբերվում, բոլոր ծննդաբերած կանայք, այն կանայք, ովքեր տակնել են երկունքի ցավեր են ունեցել, այդ կանայք ուժեղ են, այո, իրոք այդ կանայք կինը տեղով ուժեղ է, հատկապես երկունքի ցավ տեսած կինը, նա ուժեղ է ավելի, որտեղ այդ ցավը ահավոր ցավ է, տղամարդիկ այդ ցավը չեն կարող տանել, դրա համար ես նման կանանց քար եմ համարում ու այն մայրերը, ովքեր որդիները զոհվեցին, իրանք քար են, իրանք դիմանում, մենք դիմանում ենք այդ հարվածներին, բա ուժեղ չենք, բա ինչ ենք, իսկ այն կանայք, ովքեր երկունքի ցավ չեն տարել, ինչքան էլ ասեն, որտև ինձ գրեց, մեկը մի հոգի է գրել, կարող այլի կար չեն գրել, չգիտեմ, որ իր պրսխալ եմ ասում, այդ երկունքի ցավ չտեսածը, չի կարող ճիշտ խորհուրդ է, այդ իր կարծիքով է ճիշտ ու սխալ խորհուրդը։ Թող լավ մտածի ու ոչ էլ վիրավորվի, որտեղ ես դա ինձանից չեմ հնարում, ու ես այսքան երկար տարիների, քիչ տարիներ չի, ես ինձ շփել եմ տարբեր մարդկանց հետ, ինչքան էլ աստղաբանություն, բայց պրակտիկան տալիս է։ Ես եմ շփում մարդկանց հետ եւ գիտեմ ծննդաբերած կինը ինչպես է լինում, չծննդաբերած կինը ինչպես է լինում։ Այո, կա ծննդաբերող կանանցից, որ ահավոր չար են, ահավոր։ Բայց չծննդաբերածի մեջն էլ չարություն էլ է լինում։ Իրանց մեջ ներքին ընդեղ կուտակված նախանց կա երեխա ունեցողի, որտեղ բազմապիսի նման կանանց հանդիպել եմ։ Ու իրենք թող հեչ վատ չլինեն, որ իրանք երեխա չունեն, Այդ են թզենին աստվածաշնչի, փարթամ, սիրում, ամինչով լավ, որ Հիսուս ծառավել էր այդքան շրջագայելուց, ուզեցավ մի հատ պտուղ առնի, ուտի, որ իրա ծառավը հագենա չկար, ասեց այդենց անպտուղ էլ մնաս, բայց ինքդ սիրուն էր, ու այդ ճողերի տակ պարծպարվում էին արևից, ովքեր տքնել են, ծննդաբերել են,
ասեցի սա, եթե աղջիկ տղա, կին ու տղամարդ չեն կարող եւ չեն ուզում երեխա ունենալ, որտեվ այդ հարցնել են ինձ մոտ, եղել է ինձ մոտ երիտասարդ զույգեր եկել են ու դիմել են, այդ աղջիկն ասում է, ես չեմ ուզում երեխա ունենալ, որտեվ չեմ սիրում երեխա, բայց ամուսնացել է, ամուսին էլ կողքը նստած է, ես ասում եմ, էդ ինչ ասում կինը, ասում է, դե որ չի ուզում, ինչ անեմ, բայց ինքը պետք է հայր լինի, որտեվ իր կինը չի ուզում, երիտասարդ աղջիկ, ինչ են իրանք ամուսնացել, իրանք ընտանիք չեն լինի, իրանք ուղղակի ամուսիններ են, զույգեր են, որ միասին ապրում են, հետո կարող է ունենա, ինքը գտնում է, որտեղ ժամանակը չի, ինքն է տենց գտնում, ուզում է մի քիչ էլ մանկանջահել են, հետո կամ տա իր մամային կամ կեսուրին, հետո դայակ պահի, հետո երեխային հիմա էլ մոդա է դառի, տեսեք ինչ հարցեր են բարձրացնում, հիմա մամաներն իրանց երեխային ասես չեն գրկում, գրկին, կրսկին կպած, ինչպես որ գրկել են, դե ճիշտ է այդ կալասկայի մեջ են դնում, բայց հիմա սենց են բռնում երեխաներին, մոդա է դառը, մատանի կալցո չեն դնում, երեխաներն էլ սենց են գրկում, էդ էլ չեմ հասկանում դրա իմաստը, որովհետև այդ աղջիկները հոգ տանել չեն սիրում, ուրեմն թող դրանք չամուսնանան, ուղղակի երեխա, որ իրանք պետք է երեխա ունենան, հարկավոր չունենալ, որտև այդ երեխան սիրո պտուղ չի լինելու, եթե երեխան սիրո պտուղ չի, ինքը խնդիրներ է ունենում կյանքում, ու ինքը ուզում է շուտ է տնից դուրս գա և ինքը միշտ սխալ ընտրություն անում, այն երեխան, ով որ սիրո պտուղ չի, ինքը միշտ սխալ ընտրություն անում ամուսնության մեջ, այո, սխալ, որտև ինքը գնում է գուրգուրանքի, իսկ դա գուրգուրանքը չի գտնում, նրա մեջ ուզում է կամ պապա տեսնի, նրա մեջ ուզում է մայր տեսնի, այսքան բան ասեցի, մի վերջին բառն էլ, միայնակ մարդը չգնահատված է, այո, իմաստուն մարդը գնահատված է, իմաստունը կարող է բազմապատկել, ինչ կատարվում է մարդու հետ, դա իր ընտրությունն է, աշխարհը սկսվում է մեր ներսում, մի հատ փոքրիկ մարդուկ, որ ես միշտ ասել եմ, բոլորիս մեջը Հիսուսիկ կա, դրա համար մի խաբեք, նենք մեղեք, ստոր մեղեք, այն ամենավատ բաները, որ կա, որտեղ արտաքինից բոլորս դիմակով ենք, դրա համար երեխեքին, որ գրկում են միշտ բոլոր երեսները, թե մաման, թե պապա քաշում են, չանկրում են, դիմակն երեխեն ուզում է, պոկի, մինչև 3 տարեկան գրկի երեխաները, այդ մեր ներսի Հիսուսիկի մենք ցավ ենք տալիս, հետո մեզանից հեռանում է, հետո վատ բաներ է լինում, հետո մենք աղոթում ենք, այդ աղոթքները տեղ չի հասնում, մեզ ղեկավարում է մեր ներսի փոքրը, որին գտնել և բացահայտել պատճառը մենք ուզում ենք գտնենք ու դա չենք կարողանալու, չի հաջողվում, ոչ ոք չի կարող գտնել այդ մեջի այդ փոքրիկին, չի տեսնում մարդը դա, ոչ ոք Աստծուն չի տեսել, թող չասի, որ ես Աստծուն տեսել եմ, չեն տեսել, դա մի հեռեղեն գունդա լույս է, որ մենք չենք կարող, մեր սերը այնքան շատ պետք է լինի, այնքան աստվածային լինի, որ մենք դա զգանք, ու ոչ ոք գլուխը վերև չի բարձրացնում, բոլորը ներքև է, ներքև նայելով գնում են, ինչի վերև չեն նայում, Թումանյանն ասում էր գլխիցդ վերև երկինք էլ կա, այդ տերն է, այնպես որ գլուխներդ բարձր պայեք, Տիրոջը տեսեք, իմացեք, որ այդ հրեղեն գունդը բոլորից գլուխը այրում է, եթե մենք սխալ ենք ու մեր այդ ներսի փոքրիկին, Հիսուսիկին, իրանն է դա, կարող է մեր մեջից տանի, ու մենք դառնում ենք դաժան ու չար արարածներ, էակներ, Աստված բոլորիս հետ է միշտ, հաջողություն ու համբերություն բոլորիդ։